Սևանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած սպանության գործով նոր մանրամասներ են պարզվել։ Սպանված երիտասարդը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանն է։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ից 3-ը Մարդաշատ վայրում։ Շամշան Կետքոմի փոխանցմամբ զինծառայողին հեռախոսազանգով կանչել են Սևան հատուկ հանդիպման։ Տեղ հասնելուն պես նրան անմիջապես դանակի արվածներ են հասցրել առանց որևէ բան քննարկելու։ Իրավապահներն արդեն հայտնաբերել են ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող 2 անձի։ Այժմ քննությունը փորձում է պարզել այս դաժան հաշվեհարդարի իրական դրդապատճառները։ Այս դեպքը ընթացիկ տարվա փետրվար ամսվա մեջ պայմանագրային զինծառայողի սպանության արդեն երկրորդ դեպքն է։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Հետքպարբերականի տեղեկություններով դեպքից շուրջ 1 ամիս առաջ քրեական ոստիկանության աշխատակիցները ուզարկություններ են իրականացրել եւ ոստիկանական բաժիններ տարել ավելի քան 30 անձի, որոնց թվում է եղել նաեւ օրեր առաջ կրակոցներ արձակած անձը, սակայն այդ ժամանակ իրականացված գործողությունների արդյունքում արգելված իրեր կամ զենք զինամթերք չի հայտնաբերվել։ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոտ 2.5 տարի է, ինչ գտնվում է ադրբեջանական բանտում, հերթական հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ։ Դատավճիռից հետո կայացած այս զրույցի ընթացքում Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում են իրեն եւ իր հարազատներին։ Նա նշել է, որ ստանում է բազմաթիվ նամակներ, անգամ անծանոթ մարդկանցից, ինչն իրեն մեծ էներգիա է փոխանցում։ Բանտարկության մեջ գտնվող մեր հայրենակիցը կիսվել է նաեւ իր ներքին ազատությունը պահպանելու բանաձևով, ընթերցելով 14-րդ դարի հայտնի փիլիսոփաբանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի տողերը, որոնցում կատարել է սեփական փոփոխությունը։ Վարդանյանը շեշտել է, որ չնայած ֆիզիկական սահմանափակումներին, մարդու ոգին եւ միտքը կարող են տիեզերական մասշտաբներ ընդգրկել։ Դիմելով հայրենակիցներին նա հորդորել է ապրել պարզ, սիրել շռայլորեն եւ անվախ քայլել սեփական ճանապարհով, մնացած ամեն ինչ թողնելով Աստծուն։ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, հոգ տարեք ի սրտե, խոսեք սրտանց, անընդհատ սովորեք, ճանաչեք ինքներդ ձեզ, հավատացեք առանց կասկածի, մի վախեցեք մահից, ներեք ու մի դատեք, ու անվախ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի։ Այստեղ եմ արդեն 21,000 ժամ եւ հետաքրքիր զգացողություն է 75 միլիոն ակնթարթ։ Երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը, ամեն պահը։ Բոլորից սիրում եմ, երախտապարտ եմ եւ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով։ Պատկերացրեք 2018 թվական հունիսի 7։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը խոսել է սահմանադրության որոշ կետերի փոփոխության մասին։ Ըստ Վարդևանյանի, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին կառավարության ղեկավարի թեկնածու լինել։ Փաստաբանը հիշեցրել է դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրության 148-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ Փաշինյանը հոդվածի կետը համարել էր վնասակար եւ վտանգավոր։ Գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ։ Դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է падգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Պատկերացրեք երկու խնդիր, որ ներկայացվում է, այն է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պահանջները իսկապես մեր հանրային դիսկուրսում քննարկվել են, դրա նույնիսկ սահմանադրական փոփոխության հարցը դրվել է, բայց չի իրականացվել։ Չոր իմաստով հերթական խոստումներից մեկն է եղել, որ այդպես էլ չի իրականացվել։ Բայց վստահ եղեք, որ այս անգամ նշված տեխնիկական հոդվածը իր տեխնիկական խոչընդոտներով սահմանադրության մեջ ամրագրված անպայմանորեն փոփոխվելու է։ Եվ մենք ունենալու ենք իրավիճակ, երբ Հայաստանը հասու է լինելու, հասանելի է լինելու բոլոր հայերի համար։
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Ինտերը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Լեչեին։ Այս խաղում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 37-ամյա ֆուտբոլիստն այս հաջողությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը Ինտերի պատմության ամենատարեց գոլահարների ցանկում։ Ընթացիկ մրցաշրջանի վետերան ռմբարկուների ընդհանուր ցուցակում նա այժմ 6-րդն է։ Դժվար է հավատալ, որ նման տարիքում դեռ հնարավոր է պահպանել որակային բարձր մակարդակ աշխարհի թոփ առաջնություններից մեկում։ Ուկրաինայի Լվով քաղաքում գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով ոստիկան է զոհվել։ Միջադեպը գրանցվել է կեսգիշերին։ Իրավապահները դեպքի վայր են ժամանել կողոպուտի մասին ստացված կանխամտածված ու կեղծ ահազանգով։ Առաջին պայթյունը որոտացել է պարեկների ժամանման պահին, իսկ երկրորդը օգնության ասած հաջորդ խմբի ներկայությամբ։ Հարձակման հետևանքով սպանվել է 23-ամյա ոստիկան, եւս 14-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դատախազությունը կատարվածը պաշտոնապես որակել է ծանր հետևանքներով ահաբեկչական գործողություն։ Այժմ քննությունը պարզում է կազմակերպված թակարդի իրական հանգամանքներն ու հնարավոր պատվիրատուներին։ Ուկրաինական անօթաչուները թիրախավորել են Ռուսաստանում Իսկանդեր բալիստիկ հրթիռներ արտադրող գործարանը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ։ Ռուսական կողմն էլ իր հերթին հարվածներ է հասցրել Խարկովի եւ Սումիի մարզերին։ Խարկովում տարհանման ժամանակ զոհվել են 2 ոստիկան, իսկ Սումիում արկերի պայթյունից կան տուժածներ։ Մոսկվան նաև հայտարարել է Դոնեցկի մարզի Կարպիվկա գյուղի գրավման մասին։ Կիևը շարունակում է հեռահար հարվածներ հասցնել ռուսական էներգետիկ համակարգին, Սամարայի մարզում խոցելով գազամշակման գործարան։ Այս փոխադարձ գրոհները վկայում են, որ օրեր առաջ կայացած եռակողմ հանդիպումները ըստ ամենայնի որևէ շոշափելի արդյունքներ չեն արձանագրել։ Աշխարհի ամենաթանկարժեք ու նորագույն Ջերալդ Ֆորդ ավիակիրը հատել է Ջիբլարթարի նեղուցը։ Արդեն մուտք է գործել միջերկրական ծովի արևելյան ջրեր։ Միացյալ Նահանգներն այս հսկային տեղակայում է Իսրայելի անմիջական հարևանությամբ, նպատակ ունենալով ապահովել դաշնակցի օդային պաշտպանությունը։ Միաժամանակ Պարսից ծոցում շարունակում է իր առաքելությունը Աբրահամ Լինկոլն ավիակիրը, Իրանի շուրջ սեղմելով օղակը։ Ըստ որոշ փորձագետների, Պենտագոնը ծրագրում է ավիակիրի հզոր ներուժն օգտագործել Հեզբոլայի, Հութիների եւ իրաքյան պրոիրանական խմբավորումների դիրքերը ռմբակոծելու համար։ Այսուհանդերձ նման ագրեսիվ ռազմական կուտակումները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայունություն հաստատելու Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունները։ Փաստացի ամերիկյան զինուժն անցնում է ուղղակի միջամտության փուլի, պատրաստվելով ընդհարվել Իրանի եւ նրա դաշնակիցների հետ։ Սակայն հարց է մնում, արդյոք այս ցուցադրական ուժը կզսպի հակառակորդին, թե ավելի կմոտեցնի անխուսափելի մեծ պատերազմը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են Սայադ 3G հեռահար զենիթային հրթիռի առաջին փորձարկման մասին։ Փորձնական արձակումն իրականացվել է Հորմուզի նեղուցում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում։ Մեհր պետական գործակալության տարածած այս տեղեկությունը դեռևս չեն հաստատել անկախ միջազգային դիտորդները։ Թեև Թեհրանը պնդում է համակարգի բարձր արդյունավետության մասին, սակայն զենքի իրական մարտավարական տվյալները մնում են անհայտ։ Նմանատիպ ռազմական ցուցադրությունները նպատակ ունեն ամրապնդել Իրանի դիրքերն աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկում։ Փորձարկման արդյունքների վերաբերյալ միակ աղբյուրը ներկայումս հենց իրանական կողմի պաշտոնական հայտարարություններն են։ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է ներմուծման համաշխարհային մաքսատուրքերը 10-ից 15% դարձնելու մասին։ Սա նախագահի անմիջական արձագանքն է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի որոշմանը, որն անօրինական էր ճանաչել նախկինում սահմանված սակագները։ Դատավորները գտան, որ Սպիտակ տան ղեկավարը չարաշահել է առևտրային օրենքը, առանց կոնգրեսի հաստատման զանգվածային տուրքեր կիրառելու համար։ 2025 թվականի սկզբից գործող այս մեխանիզմով կառավարությունն արդեն հասցրել է բիզնեսից գանձել ավելի քան $133 միլիարդ։ Ուժած ընկերությունները այժմ դատական հայցերով պահանջում են վերադարձնել իրենց կորուստները։ Թրամփը դատական վճիռը համարել է հակաամերիկյան եւ պնդել, որ նոր 15%-անոց շեմն իրավաբանորեն անխոցելի է։ Այնուամենայնիվ նույնատիպ իրավական հիմքերի վերաօգտագործումը կասկածի տակ է դնում այս նոր որոշման իրական կենսունակությունը։